Երևանը ընտրության առջև է կանգնած բարեկամություն եւ ռամիության թե գործընկերություն Ռուսաստանի հետ։ Հայաստանի հյուսիսային դաշնակիցը նախազգուշացնում է, հիշեցնելով Ուկրաինայի օրինակը։ Ըստ վերլուծաբանների, սակայն Հայաստանը Ուկրաինայի իրավիճակում հայտնվել է շատ ավելի վաղ՝ 2020-ին 44-օրյա պատերազմի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ, մինչև 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այնպես չի, որ Ուկրաինայի օրում մենք հայտնվել ենք Ուկրաինայից հետո։ Ուկրաինայի տեղի ունեցած իրադարձությունները հաջորդել են Արցախյան պատերազմին։ 2020 թվականի դեպքերը խոշոր հաշվով հենց նույն տրամաբանության մեջ էին, ինչ որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում 2022 թվականից։ Միջազգային վերլուծություններն էլ հստակեցնում են, որ Ռուսաստանի նախագահը չի ասել, թե Հայաստանին սպասվում է ուկրաինական սցենարը, սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստն ընկալվում էր հենց այդպես։ Եթե մի երկիրը, որին Մոսկվան համարում է իր ազդեցության գոտու մաս, ընտրում է եվրոպական ուղղությունը, ապա այստեղից կարելի է կռահել, որ հետևանքները կարող են ծանր լինել։ Հայաստանում ձևավորված ներկայացման իրավիճակում այլ ասել, որ խոշոր հաշվով դա առավելապես աջակցություն է, որովհետև կառավարող մեծամասնությանը հնարավորություն է տալիս հիբրիդային պատերազմի թեզը ավելի առարկայական շրջան առել։ Այսինքն, այստեղ կողմերը խաղում են, եւ մենոնք են խաղում, եւ իրենք են խաղում։ Առարկայական ինչ-որ հողի վրա գործողություններ սպասել նախընտրական էս փուլում քիչ հավանական եմ համարում։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումներին պետք է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո։ Ռուսաստանը նշել է իր կարմիր գծերը եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունից պահանջելու է հստակություն։ Անկախ ամեն ինչից եւ ռուսները եւ Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզանից պահանջելու են հստակեցում, դիրքորոշման եւ այդ հստակեցումից կախված զարգացումները իմ կանխատեսմամբ մեզ համար բոլոր պարագաներում հաջող կամ լավ արդյունք չեն խոստանում։ Ինչի Եվրոպական միության կողմից նմանատիպ պահանջներ չեն հնչում արդյոք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, թե Իրանի բոլոր խաղացողները որոշակի հստակեցումներ են պահանջում, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, եթե օրինակ Հայաստանում ձևավորվի միաբևեռ իշխանություն, ինչպիսին եղել են նախորդող շրջաններում, Հայաստանի նկատմամբ ճնշումները շատ ավելի մեծ են լինելու եւ երկրի կարողունակությունը այդ ճնշումներին դիմակայելու շատ ավելի փոքր է լինելու։ Մեզ անհրաժեշտ է բալանսավորված իշխանություն ունենալ, որպեսզի կարողանանք արտաքին քաղաքական խաղացողների շահերի համադրում իրականացնենք, այդ թվում նաև կառավարման եւ իշխանության համակարգի ներսում։ Ճնշումներ ըստ քաղաքագետ վերլուծաբանների Հայաստանի նկատմամբ հյուսիսից միշտ էլ եղել են, նաև նախորդ իշխանությունների օրոք, եւ այդ ճնշումները միայն Ռուսաստանից չէ, որ եղել են։ Ռուսաստանի դեպքում Հայաստանի տնտեսական ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից շատ ավելի մեծ է, 40% եւ ավելի։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ։ Այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ Քաղաքագետների դիտարկումներն այսպիսին են. Հայաստանը պետք է հաշվի առնի, թե որ կետերում են համընկնում եւ հակադրվում արտաքին խաղացողների շահերը, եւ դրանք պետք է դիտարկել նաև Հայաստանի ազգային շահերի համատեքստում։ Ցավալին այն է, որ դարեր շարունակ դա չի արվել, Հայաստանը անընդհատ սխալվել է իր հաշվարկներում, ինչն էլ կանգնեցրել է անվտանգային մարտահրավերների առջև, բերելով տարածքների կորստի։ Երբ Երևանը Մոսկվայի հետ սկսեց քննարկել մեր երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով պատճառ առաջ բերեց, թե Թրամփի պատվին կոչված Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը, իսկ հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով ճամփա կտրել։ Այստեղ ըստ վարչապետի տուժում է Հայաստանը։ Մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարությունից պնդում են, թե նախ հայկական կողմի բոլոր մտահոգություններն արդեն պարզաբանել են, որևէ երրորդ երկրի էլ երկաթուղու կառավարումը հանձնելու փոխարեն համաձայնության եկել հետագա աշխատանքների վերաբերյալ հստակեցնում են, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում։ Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ այն ստեղծում է դա։
Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրին վաճառելու շուրջ քննարկումները թեժացել են տարեսկզբից, ընդ որում հնարավոր այս գործարքով հետաքրքրվողների պակաս չզգացվեց հենց առաջին պահից։ Միանգամից օրակարգ եկան, ասել է թե շրջանառվեցին տարբեր պետությունների անուններ՝ Ղազախստան, Քաթար, Քուվեյթ։ Այսուհանդերձ երկաթգծերը կառավարողի փոփոխությունը հիմա փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ իրատեսական չեն համարում։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այս հետնապատկերում երկաթուղու կառավարման շուրջ քննարկումը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական կամ ենթակառուցվածքային, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական զգայուն հարց։ Այն կետերից մեկը, որտեղ Հայաստանի միջազգային գործընկերների շահերը եւ հենց իր հաշվարկները դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։ Թե ինչ կոնսենսուս կբերեն բանակցությունները, ըստ մասնագետների, փաստացի կախված է նաեւ այն միջավայրից, որտեղ այսօր ձևավորվում են տարածաշրջանային հաղորդակցության նախագծերը։ Իսկ այստեղ յուրաքանչյուր որոշում վաղուց դուրս է եկել զուտ տրանսպորտային օրակարգի շրջանակից։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա թուրքագետների, փորձագետների գնահատականն է, հատկապես վերջին տարիներին բանագնացների ֆորմատով հայտարարությունները հենց դրա մասին են վկայում։ Բազմաթիվ անգամ խոսք է գնացել օրինականի պատմական կամրջի նորոգման մասին, ինչը չունի լոգիստիկ, սակայն ունի սիմվոլիկ նշանակություն։ Թուրքերը լավ են տիրապետում հայ ժողովրդի վրա ազդելու տեխնոլոգիաներին, հատկապես էմոցիոնալ առումով։ Այդ մասին խոսվել է հայ-թուրքական կարգավորման նախորդ գրեթե բոլոր փուլերի ժամանակ, երբ որ ակտիվացել է հայ-թուրքական շփումները, լինեն դա 90-ականներին, 2000-ականներին, թե 2010-ականներին, անպայմանորեն անի պատմական կամուրջի վերանորոգման հարցը որպես սիմվոլիկ հայլ եկել է օրակարգ։ Թուրքիայի փոխնախագահը ըստ թուրքագետի ինչ-որ դրական մեսիջ պետք է չէ հաղորդեր Երևանում եվրոպացի չինովնիկների ներկայության ընթացքում, եւ ահա Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունը փոխնախագահը չէր կարող դատարկաձեռն գալ Հայաստան։ Այս ամենը կարող է ամփոփվել մեկ բառակապակցության կամ ասացվածքի մեջ՝ լեռը մուկ ծնեց։ Վստահաբար թուրքական իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, դրական մեսիջներ հղել հայկական հանրության որոշակի շրջանակներին, մոլորեցնելով նրանց, որ ահա դրական քայլեր են արվում։ Նույնիսկ մասնագետ պետք չի լիներ, որպեսզի նայենք մի փոքր խորք եւ տեսնենք, որ դրանք իմիտացիոն քայլեր են, դրանք ոչ մի բան չտվող քայլեր են եւ թուրքական հաշվարկը հետեւյալն է. նրանք կանեն ժեստեր, ռևերանսներ կամ դրական մեսիջներ Հայաստանի ընտրություններին ընդառաջ, միայն այնքան, ինչքան որ չի վնասի իրենց խորքային քաղաքականության։ Ահա, այսպիսին է թուրքական դիվանագիտությունը, երբ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը Ստեփանակերտում պայթեցնում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Հայոց ցեղասպանության հուշարձանը այդ ֆոնին թուրքերը Երևանում շտապում են Անիի կամուրջը նորոգելու վերականգնելու համաձայնագիրը ստորագրել տալ։ Այսինքն իրականությունը շարունակում է մնալ հակահայկական, շարունակում են քանդվել, պայթեցվել եկեղեցիներ։ Թուրքական կողմը հայ հասարակությանը մանիպուլացնում եւ մոլորեցնում է նաեւ Անիի մայր տաճարի իբրև թե նորոգման առումով։ Պատմաբան թուրքագետներն են փաստում թուրքերը Անիի մայր տաճարը պաշտոնապես թուրքական փաստաթղթերում ներկայացնում են որպես մզկիթ։ Կոչվում է, եթե չեմ սխալվում, Ֆեթիե մզկիթ, այնպես որ խոսել բարեկամության դրական քայլերի մասին եւ աղաղակող հակաքրիստոնեական քայլ անել մայր տաճարը մինչեւ այսօր ներկայացնել որպես մզկիթ, դա չեմ կարծում, որ համապատասխանում է այդ դրական հարաբերությունների տառին եւ ոգուն։ Տարիներ շարունակ Թուրքիան եւ Ադրբեջանը վարում են փոխկապակցված քաղաքականություն, այսինքն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերություններով։ Եվ երբ հայտարարում է, թե Թուրքիան զիջումներ կանի միայն սիմվոլիկ քայլերի կոնտեքստում կամրջի նորոգում, հայ-թուրքական սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար իրականում ըստ քաղաքագետների վերլուծաբանների Թուրքիան քայլեր չի անի, մինչև Հայաստան-Ադրբեջանի բոլոր նախապայմանները չկատարի։ Սրա վրա շակից կախված է եղել հաղճապակից մի հատ հսկա չար,
Քաղաքագետների դիտարկմամբ Թուրքիան իր քաղաքականության մեջ ունի կարմիր գծեր, որոնք ըստ էության մնում են անփոփոխ, եւ որքան էլ լինեն ճնշումներ, հայտարարություններ, այդ երկիրը մնում է այդ կարմիր գծերին հավատարիմ։ Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, պետք չէ հասարակությանը մոլորեցնել, ցանկալին իրականությանը տեղ դնելու մոլուցքով տարված։ Հեռախոսը ձեռքին անվերջ սկրոլ մի քանի րոպեում բացված հավելված, որը հաճախ վերածվում է ժամերի։ Սոցցանցերը վաղուց դարձել են առօրյայի անբաժան մասը, սակայն միջազգային նոր հետազոտությունը առաջարկում է վերանայել դրանց վերաբերյալ տարածված պատկերացումները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերի համար սոցցանցերը դարձել են սթրեսը հաղթահարելու, միայնության զգացումը մեղմացնելու եւ մյուսների հետ կապը պահպանելու միջոց։ Մարդիկ, որոնք սոցիումում չեն կարողանում ինքնայրացվել, հարաբերություններ կառուցել կամ ստրես են տանում որևիցե իրադարձությունից, ապա իրենք կարող են ստրեսի հարատելու, այսինքն coping ռազմավարությունների ձևաչափեր գտնել։ Մասնագետները նշում են, որ համաճարակների, պատերազմների եւ այլ գործոնների ազդեցության պայմաններում մարդիկ փորձել են թվային գործիքներով լրացնել որոշ բացեր, ինչը առանձին դեպքերում հանգեցրել է կախվածության։ Հանրությունից եկող ազդակներն ու մշտական տեղեկատվական հոսքը ազդեցություն են ունենում մարդկանց վրա, նրանց ինքնաբերաբար մղելով դեպի սոցիալական ցանցեր։ Մասնագետների կարծիքով թվային գործիքները կարող են նաեւ նպաստել մեկուսացման խորացմանը։ Սոցիալական ցանցերում արկա տեղեկատվությունը, նույն քարոզվող տարբեր տագնապ հարուցող նյութեր կարող են նպաստել ավելի խորացմանը։ Անձը պիտի ունենա նաև որոշակի հոգեբանական հասունության աստիճան։ Դա կծառայի իսկապես որպես ստրեսի հաղթահարման գործոն։ Միաժամանակ մասնագետները կարևորում են նաև թվային գրագիտության զարգացումը, նշում են, որ մարդիկ պետք է ոչ միայն կարողանան օգտվել հարթակներից, այլ նաև հասկանան, թե ինչպես են դրանք ազդում իրենց առօրյա կյանքի վրա։ Նկատում են, որ սոցցանցերում մարդիկ իրականությունից շեղվում են։ Մոտ ավակ սերնդի մարդիկ շատ կախված են սոցցանցերից։ Պապիկ-տատիկներն են շատ սոցցանցերում նստած, քարոզչություն անում, խոսում, գրառում անում։ Սոցցանցերը դարձել են մեր ժամանակի ամենաազդեցիկ գործիքներից մեկը, միաժամանակ լինելով եւ կապի միջոց եւ հոգեբանական ապաստարան։ Սակայն մասնագետները հիշեցնում են, իրական շփմանն ու հոգեբանական կայունությանը որևէ հարթակ ամբողջությամբ փոխարինել չի կարող։ Հայկավան գյուղի վարչական տարածքում 21-ամյա Նարեկը Lexus GX 460-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին ու թիթեղյա ցանկապատին։ Վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, սակայն ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Մայիսի 13-ին Դավիթ Բեկի փողոցում բախվել են Մերսեդեսը, Մազդան ու Օփելը։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Նշված վայրում մինչ բարեկները սպասում էին քննիչի ժամանմանը, տեսնում եք, այն կողմում 3 տրանսպորտային միջոց կա վնասված, դա այս վթարի հետ կապ չունի։ Մայիսի 13-ին Գավառի Միքայելյան փողոցում բախվել են Ինֆինիտին եւ ՎԱԶ 2121-ը։ Ինֆինիտին հետո բախվել է Փայտե Էլեկտրասյանը, Գազատարի Երկաթյա Հենասյանը։ Վարորդը տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները։ Մայիսի 13-ին Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դառնաբրած ամբողջությամբ փտած հաստապուն ծառը փոկվել ու տապալվել է, վնասվել է 3 մեքենա։ Երևանի շրջփրկարարական ջոկատներից մեկի փրկարարները Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀԱԿ-ի աշխատակիցները ծառահատուկ էլեկտրական սղոցներով մասնատել ու հեռացրել են։ Եվ արդեն 10 օրից ավելի է Հոսեփեմին փողոցում փոքրիկ կամրջի վրա աղբեկ կուտակված։ Եթե աղբի բուրգը շարունակի ավելանալ, մի քանի օրից այստեղ անգամ երթևեկությունը կդժվարանա։ Հիմնականում կենտրոնացած է շինարարական աղբ։ Քայլեր է պետք ձեռնարկել, նաև տեսախցիկներ տեղադրել։ Թե ով է բերում լցում, թե ով պիտի տանի, երևի ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին չի հետաքրքրում։